Նախանձում եմ Վարդան Ղուկասյանի անլրջությունը և Ռուբեն Մխիթարյանի ցինիզմը ընդգծված, թե ինչպես կարելի է Գյումրի քաղաքում և Գյումրի քաղաք առհասարակ, ենթադրում եմ շատ է լսել վերջերս, երբ 2018 թվականից հետո իսկապես Գյումրի քաղաքը դարձավ տուրիստական ներհոսքի կենտրոն, կարծես թե տուրիզմից բացի և տուրիզմից դուրս քաղաքի կառավարումը այլ ոլորտում չի պատկերացնում և հստակ տեսլական չունի թեկնածուն, առայժմ գոնե հիմա, մինչ այս պահը ես չեմ լսել, ինչ վերաբերում է Վարդան Ղուկասյանին, ես էլի եմ ուզում ընդգծել, նախանձելի է իր անլրջությունը, նաև ցինիզմը, այս թեկնածուի դեպքում ևս, ով կանգնում է ոստիկանական բաժանմունքի դիմաց և անուղղակիորեն հայտարարում, որ իր թեկնածությունը պայմանավորված է նրանով, ես մեջբերեմ իր խոսքերը, թողեք իմ համար ապրում էի հանգիստ, ինչ եք իմ ունեցվածքի հետևից ընկել, սա շատ պարզ խոստովանություն է, ուղղակի կամ անուղղակի կերպով, որ թեկնածուն ընդամենը փորձում է փրկել այն, ինչ ապօրինի կերպով զավթել է իր կառավարման օրոք։